Առաջի քայլը խոստովանությունն է, վերջը դրանից հետո խոստովանությունից հետո զղջումը եւ հետո ապաշխարությունը, որով նաեւ, բայց ինքը դատարկ տարածություն չպետք է մնա, պետք է լցվի հատուցում կլինի, գործը կլինի, հավատքի ջերմեռանդությունը Աստծուն բնակեցնելու, արժեքների հետևից գնալու, դատարկ սա մաքրելու գործընթացն է ամբողջը, խոստովանությունը, զղջումը, ապաշխարությունը, բայց մաքրված տեղը դատարկ չի կարող մնալ։ Մեր հայրերն ասում են, որ սիրտը օրինակ լեցունը գիշատիչ առյուծներով եւ հրեշներով, բայց միևնույն ժամանակ այդ նույն սիրտը լեցունը բարիքով եւ հրեշտակներով։ Եվ հիմա կարևորը թե դու որն ես մաքրում, որն ես տեղ տալիս։ Եվ տիեզերքը անգամ դատարկություն չունի, տիեզերքում որևէ անկյուն բջիջ չկա, որ դատարկ է։ Վակուում չի սիրում, մարդու հոգին մանավանդ վակուում չի սիրում։ Պետք է լցվի այնտեղ ինչ-որ բանով։ Եթե բարիքը չլցվեց, որքան ուզում ես զղջա, ապաշխարի, խոստովանի, ինչքան ուզում ես մաքրի, եթե տեղը բարիքը չլցվեց, հաղթանակը, հարությունը, բարիքը չլցվեց, քաջությունը, առաքինությունը չլցվեց, նույն վիճակն է լինելու, կրկնվելու է։ Հետևաբար շատ կարևոր է, որ միայն դրանով բավարարված չլինի, այն կիսախելառ ապաշխարածների պես, որ ասում են, չէ, մենք ապաշխարել ենք, մենք փրկվել ենք։ Դուք իսկի ձեզ չեք կարող տիրություն անել, որ մնաց փրկված լինեք։